Ազատություն խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալություն, եթե ես ճիշտ հասկացա, պարոն Եղոյան, ձեր խոսքից, Ադրբեջանը շարունակում է չպատասխանել Երևանի առաջարկին օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, Երևանը տեղի եւ ժամի ակնկալիք ունի, հա, օր առաջ ստորագրելու։ Եվ եթե Բաքուն չի ընդունում, շարունակում է նախապայմանները, ինչ է անելու Երևանը, իմ հարցը հետեւյալն է, պետք է սկսի բանակցություններ արդեն պայմանների շուրջ։ Այս պահին խնդրում եմ ձեր տեսակետը եւ երկրորդ հարցս դուք ասացիք, որ մենք տեսնում ենք ինչպես է միջազգային հանրությունը արձագանքում։ Դուք բավարար եք համարում միջազգային հանրության ողջունող հայտարարությունները, թե կարծում եք, որ այն պետք է հասցեական լինի այս պահին Ադրբեջանին կոչ անելով, որպեսզի գա նստի սեղանի շուրջ եւ արդեն բանակցված 3 տարի բանակցված փաստաթուղթը ստորագրի։ Բավարար են ձեզ համար միջազգային հանրության հայտարարությունները։ Նախ նույնիսկ միայն ողջունող հայտարարությունները շատ կարևոր են, բայց այնտեղ ոչ միայն ուղղակիորեն ողջունող հայտարարություններ էին, բազմաթիվ պետություններ նաև հասցեական նշել էին, դուք օրինակ հիշում եք ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական պարոն Վոլցի հայտարարությունը այն մասին, որ ռազմագերիների հարցն էլ պետք է հասցեագրվի, սա էլ շատ կարևոր էր եւ ըստ էության հասկանալի է, որ սա ուղղված էր Ադրբեջանին, Եվրոպական միության մի շարք երկրներ էլի հասցեական հայտարարություններ, մեկը շատ ուղղակի տեքստով, մեկը որոշակիորեն անուղղակի ձևակերպմամբ հասկացնել կամ ասել էին, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է, բայց ես նաեւ կառաջարկեի չթերագնահատել ուղղակի ողջունող հայտարարությունները, որովհետեւ եթե ուղղակի ողջունող հայտարարություն կա, դա նշանակում է, որ այս հարցը գտնվում է իրենց ռադարում, իրենց տեսադաշտում գտնվում է, իսկ հարցի նկատմամբ ուշադրությունը ինքը արդեն իսկ ստաբիլացնող, հանդարտեցնող գործոն է միջազգային ուշադրությունը, որի մեջ իհարկե ամեն պետություն կախված իր վերաբերմունքից, տարածաշրջանին, կախված մեր հարաբերություններից եւ կախված իր հետաքրքրություններից կարող է շեշտադրումները մի քիչ այսպես կամ մի քիչ այնպես դնել։ Այս պահին ես կասեի, որ հայտարարությունները այո, մեզ ընդհանուր առմամբ իրենց ծավալի մեջ այո, մեզ բավարարում են այս պահին, բայց եթե Ադրբեջանի այս մոտեցումները շարունակվեն, մենք նաև կակնկալեինք ահա այս մոտեցումների վերաբերյալ հավելյալ տեսակետներ միջազգային հանրության, հատկապես խոշոր դերակատարների կողմից, դա շատ կարևոր կլիներ հասկանալու համար ընդհանրապես իրադրությունը այս հարցի շուրջ եւ վերաբերմունքը այս հարցին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին։ Տեսեք, այնտեղ քանի որ Ադրբեջանը շատ հարցերի մասին է խոսում, բազմաթիվ հարցերի մասին է խոսում, այնտեղ կան հարցեր, որոնք բազմիցս քննարկվել են։ Օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջապակման հարցը, վարչապետը մի ամբողջ հոդված է գրել դրա մասին։ Մենք դրա վերաբերյալ առանձին մի առաջարկ ենք ուղարկել Ադրբեջանին, որի վերաբերյալ պատասխանը դեռ չենք ստացել։ Այսինքն այդպես ընդհանուր, երբ որ դուք ընդհանուր եք ասում առանձին քննարկվելու է թե չէ, կան հարցեր, որոնց հիմա էլ քննարկվում են, բայց ոչ թե որպես նախապայման իրենց կողմից պայմանագրի ստորագրման, այլ հարց, որը մեր երկկողմ քննարկումների դաշտում գտնվում է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1